Դասական մեխանիկայի դասընթացի 18-րդ դասախոսությունն է ողջույն բոլորին։ Ուրեմն այսօր մենք ուսումնասիրենք ողորկ բազմաձևություններ, կամ ավելի ճիշտ դրա մասնավոր դեպքը, երբ այդ բազմաձևությունը մաս է կազմում ինչ-որ էվկլիդյան տարածության։ Արնոլդի գրքում 18-րդ բաժինն է ողորկ բազմաձևություններ։ Բայց նախ մի հատ վերհիշենք, թե ինչ արեցինք նախորդ դասին ու հասկանանք, թե ինչի է պետք այս ողորկ բազմաձևությունները որտեղ են առաջանում։ Ուրեմն նախորդ դասին ուսումնասիրել էինք Լագրանժյան համակարգ, որտեղ Լագրանժյանը ուներ հետևյալ տեսքը։ Ենթադրենք, որ ունենք երկու փոխական Q1, Q2, մեզ պատկանում է R2-ին, մեր կոնֆիգուրացիոն տարածությունը R2-ն է, ու Լագրանժյանը ուներ հետևյալ տեսքը։ Ասենք կար կինետիկ էներգիան 1/2 Q կետով քառակուսի, կամ մանրամասն Q1 կետով քառակուսի գումարած Q2 կետով ներսը արդեն քանի որ քառակուսի ասրսակարժակ պետք չի, Q2 կետով քառակուսի հանած ինչ-որ մի պոտենցիալ էներգիա Q1 Q2, մենք ենթադրեցինք, որ ինքը ձգտում է ասանմանության, որպեսզի ինչ-որ բաներ ապահովենք, եւ հանած մեծ պարամետր անգամ Q2-ի քառակուսի։ Սրա համար մենք ցույց տվեցինք, որ եթե մենք նայենք այս Լագրանժյանին համապատասխանող համակարգը, այսինքն եթե լուծենք այս հավասարումը ddt dl dq կետով եւ հանած dl dq, այս վեկտորական նշանակումներն օգտագործում, այսինքն իրականում երկու հավասարում կա երկրորդ կարգի, ու նայենք հետևյալ սկզբնական պայմանները, Q1 կետովը հավասար է ինչ-որ մի Q1 0, երկրորդ կոորդինատը 0 է, եւ արագությունները Q1 կետով 0 կետում հավասար է Q, նշանակենք 1 0, եւ Q2 կետովը 0 կետում հավասար է Q2 կետ 0, լուծումը բնականաբար կախված կլինի n-ից, Q-ն կլինի ֆունկցիա n-ից եւ t-ից, ու եթե նայենք սրա սահմանը, երբ n-ը ձգտում է ասանմանության, ապա այս լուծումը կզուգամիտի մի ուրիշ Լագրանժյան համակարգի լուծման, բայց որը ունենա մեկ չափանի կոնֆիգուրացիոն տարածություն։ Այսինքն զուգամիտի ցանկացած վերջավոր հատվածի վրա ինչ-որ մի y-t-ի, որտեղ y-t-ն հետևյալ համակարգի լուծումն է, վերցնում ենք նոր Լագրանժյան L ալիքով, որը կախված է y-ից եւ y կետովից, ունի հետևյալ տեսքը։ Այս մի Լագրանժյանում վերցնում ենք երկրորդը 0, ու ստեղը տեղադրում ենք 0, այսինքն ստացվի 1/2 y կետով քառակուսի հանած ու հաշված y եւ 0 կետերում։ Y-ը համապատասխան Լագրանժյան համակարգի լուծումն է։ Ուրեմն dl ալիքով dy կետով հանած dl ալիքով dy հավասար է 0-ի, ու սկզբնական պայմանները վերցնում ենք միայն Q1-ին համապատասխանող սկզբնական պայմանները։ Ուրեմն մենք ցույց տվեցինք վերջին անգամ y-ը 0 կետում հավասար է Q1 0, y կետով 0 կետում հավասար է Q1 կետով 0։ Ուրեմն վերջի անգամ մեր ցույց տված հիմնական արդյունքը սա է, որ եթե ինչ-որ մի ուղղությամբ ունենք այս դեպքում ուղի ձգտեցնող պոտենցիալ, ստեղ ունենք մեծ պարամետր, մասնապատկերային Q2 քառակուսով, լուծումները ձգտելու են
Q2 հավասար է 0 ուղին։ Ընդ որում սահմանային լուծումը, սահմանային ֆունկցիան կարող ենք նկարագրենք բացահայտ տեսքով, պետք է վերցնենք այս նոր Լագրանժյանը ու համապատասխան Լագրանժյան հավասարման լուծումը։ Հիմա այս նույն բանը ճիշտ է նաև երբ ունենք ոչ թե այս տեսակ մասնավոր տեսք, այսինքն երկու փոփոխական մեկը մյուսից արժանացված, այլ եթե ունենք ինչ-որ մի մակերևույթ։ Թե ինչ է նշանակում մակերևույթ, այսօր մի քիչ ավելի ուշ մենք այդ մասին խոսենք։ Բայց եթե ունենք ինչ-որ մակերևույթ, ասենք թող մեր կոնֆիգուրացիոն տարածությունը ասենք նշանակենք R 3n-ով, եթե մենք գործ ունենք եռաչափ տարածության հետ, ունենք n կետ, եկեք փոփոխականներ նշանակենք x-ով, ուրեմն x-ը պատկանում է R 3n-ին, ու այս 3n տարածության մեջ ունենք ինչ-որ մի մակերևույթ, ասենք անունը դնենք m, որը ընկած է 3n չափանի տարածության մեջ, ու ունի K չափողականություն։ Ուրեմն թե ինչ է այս ամեն ինչ նշանակում, մենք այսօր ավելի մանրամասն սրա մասին խոսենք, բայց ասենք այս պայմանությամբ կարող եք պատկերացնել օրինակ եռաչափ տարածության մեջ երկչափ ինչ-որ մակերևույթ։ Ուրեմն կարելի է ցույց տալ, որ այս դեպքում նույն արդյունքը մնում է, նույն արդյունքը տեղի ունի, բայց պետք է նկարագրել, թե ինչ է տեղի ունենում, ոնց պետք է նկարագրենք այս պայմանը, որ գոյություն ունի ինչ-որ ուղղություն, որի ուղղությամբ գործում է մեծ պոտենցիալ։ Ուրեմն եթե ունենք մակերևույթ, մենք կարող ենք անել փոփոխականի փոխարինում, այսինքն x-ը փոխարինենք ինչ-որ մի j ֆունկցիայով, որը կախված կլինի q-ից, j-ն կլինի դիֆեոմորֆիզմ, q-ն էլ էլի կլինի 3n չափանի, ու ընդ որում այս 3n չափանի փոփոխականը կարող ենք գրել հետևյալ տեսքով. առաջի k կոորդինատները եւ մնացածը k գումարած 1 q3n։ Ասենք այս մեկի անուն դնենք մեծատառ q1, այս մյուսի անուն դնենք մեծատառ q2։ Ուրեմն մենք գիտենք, որ Լագրանժյան համակարգում, եթե մենք փոփոխականի փոխարինում ենք անում, ոչ մի բան չի փոխվում, այսինքն շարժումը ունենում է նույն տեսքով։ Ինչ պետք է անենք, պետք է նոր փոփոխականներում գրենք Լագրանժյանը համապատասխան ու գրենք Լագրանժի հավասարումները։ Այսինքն այս L-ը, որը ֆունկցիա է x-ից եւ x կետովից, հիմա փոխարինում ենք այս նոր կոորդինատներով, ինչ պետք է անենք նոր կոորդինատների համար, Լագրանժյանը կունենա հետևյալ տեսքը, եթե այս Լագրանժյանը գրում նոր կոորդինատներում LQ Q կետով, այս հաշվելու համար, իհարկե մի քիչ սիրուն չի է ձևով գրելը, որտեղ ստեղ մի ֆունկցիա է, ստեղ ուրիշ ֆունկցիա է, ուրեմն ինչ պետք է անել, պետք է գրել 1/2, սրա ածանցյալը, այսինքն j-ի ածանցյալը կիրառած Q կետովի վրա, ու այս ամեն ինչի քառակուսին, եւ հանած մոռացա ասել, որ ես ենթադրում եմ, որ ես տեսքը 1/2 x կետով քառակուսի հանած ինչ-որ մի u x։ Ուրեմն նոր կոորդինատներում գրելու համար պետք է փոխարինենք այս x կետովը j-ի ածանցյալը կիրառած q կետովի վրա եւ հանած ուն հաշված j-q կետում։ Ուրեմն փոփոխականի փոխարինից հետո ասում ենք, որ մենք հիմա ենթադրում ենք, որ այս մակերևույթին տրանսվերսալ ուղղությամբ գործում է ուժեղ պոտենցիալ։ Այսինքն L-ը փոխարինում ենք սրանով, Ln Q կետով, որը հավասար է նախորդ L-ին, գրված Q կոորդինատներում, եւ որին ավելացնում ենք n ներկայստեղ Q3-ը գրվել, ես Q2-ը ուզում ասել, Q2, սրան ավելացնում ենք n անգամ Q2-ի քառակուսի։
Ուրեմն այս բանին կիրառելի է մեր թեորեմը։ Մենք թեորեմը ձևակերպել եւ ապացուցել ենք երկչափանի դեպքում, բայց լրիվ նույն ձևով կարող ենք ապացուցել բազմաչափ դեպքում։ Ուրեմն ինչ է այդ դեպքում տեղի ունենում։ Եթե մենք նայում ենք սրան համապատասխան լուծումները, ինչ որ սկզբնական պայմաններով, որը գտնվում է մակերույթի վրա, այսինքն այս Q սկզբնական բահին գտնվում է այստեղ։ Ապա լուծումը կձգտի ուրեմն Qn-ը, որը կախված է t-ից, ինքը կձգտի, երբ n-ը ձգտում է ասամանության, այս ամեն ինչը կձգտի ինչ-որ մի y t ֆունկցիայի, որի համար մենք կարող ենք բացահայտ նկարագրենք, թե ոնց են կառուցում, անում ենք նույն բանը ինչ-որ նախորդ անգամ, այսինքն այս արտահայտության մեջ վերցնում ենք երկրորդ կոորդինատները 0 ու ստեղ էլ նույն ձևով Q2 կետովը 0 ու Q-ն 0, այսինքն այս մեր նոր Լագրանժյանը L ալիքովը L ալիքովը y կետով կետում ունենա հետևյալ տեսքը, պետք է վերցնեմ 1 երկրորդ DG, այսինքն ացանցալը, պետք է հաշվեմ y-ը այդ առաջի Q1 կոորդինատներն էին, այսինքն Q1-ի փոխարեն տեղադրել եմ y, ստեղ տեղադրում եմ 0, Q կետովի փոխարեն տեղադրում եմ y կետով, այսինքն y կետովը կունենա հետևյալ տեսքը, առաջի K կոորդինատները կլինեն y1 կետով, yk կետով, մնացածը կլինի 0։ Ուրեմն սրա քառակուսին եւ հանած ու ստեղ տեղադրում եմ y, Q2-ի փոխարեն տեղադրում եմ 0։ Ուրեմն սա Q1 կոորդինատներն էին, սրանք Q2 կոորդինատները։ Ու վերցնում եմ սրան համապատասխան Լագրանժյան հավասարումը։ Del ալիքով dy հանած del dy հավասար է 0, էլի նույն սկզբնական պայմաններով եկեք չգրենք։ Այսինքն այն ինչ որ արեցինք նախորդ անգամ, կարելի է անել նաև ավելի ընդհանուր դեպքում, երբ այս պոտենցիալը, այսինքն ինչ որ ուղղությամբ սեղմող պոտենցիալը, սեղմում է ոչ թե առանցքներից մեկի ուղղությամբ կամ առանցքներին համապատասխանող հարթության ուղղությամբ, այլ սեղմում է ինչ որ մակերևույթի ուղղությամբ։ Հիմա այս օրվա նպատակն է հասկանալ, թե ընդհանրապես ինչ է նշանակում մակերևույթ ու ինչ կարելի է անել այդ մակերևույթների հետ։ Ուրեմն սա է մեր այսօրվա նպատակը։ Հիմա փորձենք, ուրեմն երբեմն ավելի հեշտ է գործունեալ ոչ թե մակերևույթի, այլ abstract բազմաձևության հետ։ Այսինքն խնդրի բնույթը այն տեսակ է, որ չպետք է մտածենք, որ այդ կոնֆիգուրացիոն տարածությունը Էվկլիդեսյան տարածության մեջ մակերևույթ է, այլ իր համար առանձին ապրող բազմաձևություն։ Բայց կա հետևյալ թեորեմը, թեորեմ, որը մենք չենք ապացուցել, բարդագույն թեորեմ է, թեորեմ, մեզ պատկանում է Նեշին 1956 թվական։ Թեորեմը ասում է հետևյալը, ուրեմն ես չեմ ուզում տալ բազմաձևության սահմանումը, դրա կարիքը չունենք, բայց եթե ուրեմն ցանկացած կայի համար, ցանկացած կա ամբողջ թվի համար, գոյություն ունի n ամբողջ թիվ, այնպես որ ցանկացած n բազմաձևության համար եկեք գրեմ k չափանի բազմաձևության համար k չափանի բազմաձևություն կարելի է
ներ դնել R-ն տարածության մեջ, R-ի մեջ, պահպանելով հեռավորությունները։ Այսինքն, եթե ունենք բազմաձևություն, Ռիմանյան բազմաձևություն, էլի չեմ ուզում սահմանել, Ռիմանյան բազմաձևությունն է, որի վրա կարող ենք հեռավորություն սահմանել։ Եթե ունենք Ռիմանյան բազմաձևություն, մենք իրան կարող ենք պատկերացնել որպես K չափանի մակերևույթ, բավականաչափ մեծ Էվկլիդեսյան տարածության մեջ։ Այսինքն, ուրիշ բազմաձևություններ Ռիմանյան գոյություն չունեն։ Բոլորը մակերևույթներ են, ուղղակի պետք է չափողականություն ընտրել բավականաչափ մեծ։ Այսինքն, եթե ուզում եք հասկանալ ինչ է բազմաձևություն, առաջերտին պետք է հասկանալ, թե ինչ է նշանակում մակերևույթ։ Ու քանի որ ուրիշ տեսակ բազմաձևություն չկա, հասկանում ենք, թե ինչ է նշանակում բազմաձևություն։ Ուրիշ հարց է, որ բազմաձևությունը կարելի է ներմուծել абստրակտ ձևով, առանց մակերևույթի, առանց պատկերացնել, առանց ենթադրելու, որ ինքը մակերևույթ է, բայց բոլոր հատկությունները, որ մենք իր համար կապահովենք, այդ նույն հատկություններն ինչ որ մակերևույթների համար։ Այսինքն բազմաձևություն հասկանալը առաջերտին պետք է հասկանալ ինչ է նշանակում մակերևույթ ու այս դասընթացում մենք գործ կունենանք միայն ներդրված բազմաձևությունների հետ։ Այսինքն ուրիշ բազմաձևություն չի մեզ համար։ Շատ լավ, ուրեմն դե սկսենք սահմանումից։ Այսինքն մենք գործ կունենանք մակերևույթների կամ որպեսզի Գարնոլդի գրքի հետ տերմինները նույնն ունենք, ասենք ներդրված բազմաձևություններ։ Ուրեմն Let's սկսենք բազմաձևության սահմանումը եւ օրինակներ։ Ես մենդ հարց տամ, էլի։ Այո։ Ըստ ասած թեորեմի մեջ, որ գրածա պահպանելով հեռավորությունները, ես ճիշտ գիտեմ, որ ամեն բազմաձևության վրա կարելի է մետրիկա սահմանել։ Ուղղակի հասկանալ այդ պահպանելով հեռավորությունները նշանակում է, որ մի հատիկ մետրիկա կա, որը որ ինչ որ բնական ձևով է իրենց միջից ընտրվում, թե ամեն մետրիկայի համար, որը որ կարող ընտրենք բազմաձևության վրա կա ներդրում։ Դե, ցանկացած, ուրեմն ունենք բազմաձևություն, դեռ չգիտենք, որ ինքը Էվկլիդեսյան տարածության մաս է։ Իր վրա ենթադրում ենք, որ կա Ռիմանյան մետրիկա։ Այսինքն այդ Ռիմանյան մետրիկան, ինձ թվում է դասական իմաստով մետրիկա, էլի, Ռիմանյան մետրիկան այդ ոնց որ թե մենակ կորերի երկարություններն է, չէ՞ չափում։ Չէ, դա Ռիմանյան մետրիկան նաև չափում է կորերի երկարությունը, բայց Ռիմանյան մետրիկան ինքը դրական որոշված քառակուսային ձև է, այսինքն եթե ունենք ինչ-որ n բազմաձևություն, ասենք թե ունենք n բազմաձևություն, բազմաձևության համար ցանկացած կետում մենք կարող ենք սահմանել շոշափող տարածություն։ Այսինքն ինչ որ բնական ձևով ընտրված մետրիկա է, ինչ որ հատուկ է ինքը բազմաձևությունը։ Մետրիկա ասելով ես նկատի չունեմ, որպես պատկերացնենք իրան որպես մետրիկական տարածություն։ Ինքը չէ, մետրիկական տարածություն չի։ Երբ ասում ենք բազմաձևություն ու ասում ենք Ռիմանյան մետրիկա, այդ մասնավոր դեպք է մետրիկական տարածության, ինքը ավելի ինքը ուրիշ ձև է սահմանում, ինքը այսինքն դու առաջերտին սահմանում եք ինչ է նշանակում, ունենք բազմաձևություն, չնայած ասացի, որ մակերևույթ չի, բայց ուրիշ ձև չենք պատկերացնում, բազմաձևություն ինչ-որ տեսակի բան է, ամեն կետում կա շոշափող տարածություն։ Շոշափող տարածությունը նշանակում ենք TX-ով ու շոշափող տարածության վրա ենթադրում ենք, որ կա սկալար արտադրյալ։ Այսինքն, եթե ունենք երկու շոշափող վեկտոր, ինչ է նշանակում շոշափող վեկտոր, ուրիշ պատմություն է, բայց ենթադրենք գիտենք ինչ է նշանակում շոշափող վեկտոր, ստեղ կա սկալար արտադրյալ, իսկ երբ կա սկալար արտադրյալ, այդ դեպքում կարող ենք սահմանել տրված կորի երկարությունը։ Եթե ունենք ինչ-որ գամմա T կոր, ինչ պետք է անենք, եթե գամմա T-ն որոշված է, ասենք, AB հատվածի վրա, այդ դեպքում գամմայի երկարությունը անում ենք n ինչ որ կանեինք Էվկլիդեսյան տարածության մեջ։ Վերցնում ենք գամմայի երկարությունը, կլինի ինտեգրալ a-ից b,
Ինչ էինք անում Էվկլիդյան տարածության մեջ, հաշվում էինք արագությունը, Դրա նորմի ինտեգրալ։ սրան, այո, հաշվում էինք սրա նորմա և ինտեգրում էինք։ Այսինքն Ռիմանյան մետրիկա է կոչվում այս կալար արտադրյալը, որը կախված է x-ից, երբ ունենք սկալար արտադրյալ, այսինքն երբ ունենք Ռիմանյան մետրիկա, մենք կարող ենք հաշվել ցանկացած կորի հեռավորություն, կորի հեռավորությունը հաշվելուց հետո էլ ասում ենք, որ եթե ունենք երկու կետ, ապա այս երկու կետի միջև հեռավորությունը այս սրանց միացնող կորերի երկարությունների ինֆիմումն է։ Ես կլինի մետրիկա սովորական իմաստով։ Բայց խոսքը գնում է, ստեղ հենց գնում է Ռիմանյան բազմաձևությունների մասին, այսինքն ունենք բազմաձևություն, ինչ որ բան է այդ նշանակում, բազմաձևության համար ունենք շոշափող տարածություն կամ շոշափող շերտավորում, այսինքն շոշափող տարածությունների միավորումը, յուրաքանչյուրի համար ունենք սկալար արտադրյալ եւ այլն, եւ մնացածը ոնց որ քննարկեցինք։ Շնորհակալություն։ Շատ լավ, դե եթե ուրիշ հարցեր չկան, ուրեմն բազմաձևության սահմանումը եւ օրինակներ։ Ուրեմն սկսենք սահմանումից։ Ուրեմն կասենք, որ m-ը որ ինչ որ բազմություն է։ Կասենք, որ m բազմությունը կա չափանի ներդրված բազմաձևություն է, այսինքն ստեղ տերմինը կա չափանի ներդրված բազմաձևությունն է, եթե գոյություն ունի n ամբողջ թիվ, հենց որ m-ը պարզապես ենթաբազմություն է Rn-ում եւ ցանկացած a կետի համար, ցանկացած a կետի համար n-ից ես կարող եմ ընտրել դելտա, այսինքն կլինի a կետի դելտա շրջակայքը եւ կարող եմ կառուցել f1 f n հանած k ֆունկցիա, որը գնում է a-ի դելտա շրջակայքից եկեք այստեղ կետ դնեմ, որ ոչ թե որ բաց գնդի վրա են որոշված, բնականաբար շատ նշանակություն ունի, ուղղակի սովորաբար ավելի հեշտ է արդյունքները ձևակերպել բացի համար, ուրեմն ունեմ n հանած k սկալար ֆունկցիա, այնպես որ եթե ես վերցնում եմ m-ը ու դիտարկում եմ հատումը այս գնդի հետ, ապա այս նույնն է, որ վերցնեմ բոլոր կետերը այս գնդի մեջ, որոնք բավարարում են հետևյալ հավասարմանը, հավասարումներին f1x-ը հավասար է 0-ի, f n հանած k x-ը հավասար է 0-ի, այս սրանով չի վերջանում, ուրեմն առաջ պայմանը այն է, որ այս տեսքով լինի, ու այս ֆունկցիաները պետք է բավարարեն հետևյալ պայմանին, ուրեմն եթե վերցնեմ սրանց գրադիենտները a կետում, ունեցա n հանած k վեկտոր, սրանք պետք է լինեն գծայնորեն անկախ։ Ուրեմն
մի քանի երկու պայման կա ստեյության, այսինքն մեկը, որ ինքը պետք է լինի R-ի ենթաբազմություն, եւ երկրորդը, որ ցանկացած կետի փոքր շրջակայք կարելի է ներկայացնել այս տեսքով, որտեղ f-ը բավարարում է, սրանք բավարարում են ինչ-որ պայմանի։ Եկեք լավ, մի հատ օրինակ նայենք, օրինակ, վերցնենք եռաչափ տարածության մեջ հետևյալ բազմությունը m-ը, x-ը պատկանում է r3-ին, նենց որ x-ի, սովորական սկալարարթուղթալն եմ վերցնում r3-ում, x-ի քառակուսին հավասար է 1-ի։ Բնականաբար ես գրեցի r3-ում սֆերա, մեկ շարողով, նա այս ներդրված բազմաձևություն է, ինչի որովհետև ես կարող եմ վերցնել երկչափ ներդրված բազմաձևություն է, ուրեմն այս հավասար է 2-ի։ Հիմա տեսնենք արդյոք սրա հետ այս մեր նկարագրության հետ համընկնում է։ Հիմա ստեղն հենց է ստացվել, որ կարող ենք ընտրել մի ֆունկցիա, որը բոլոր կետերին սպասարկում է։ Ընդ որում այս ֆունկցիան f(x)-ը քանի հատ պետք է լինի n-ը հավասար է 3-ի, կան հավասար է 2-ի, այսինքն պետք է լինի ընդամենը մի ֆունկցիա։ Այդ մի ֆունկցիան f1x-ը հավասար է x-ի քառակուսի անց 1։ Այս առաջի օրինակն էր։ Հիմա հաշվում ենք սրա գրադիենտը ցանկացած կետում։ Ցանկացած x կետում ինչ է ստացվում, ստացվում է 2x։ Գրադիենտը բնականաբար 0 կետում դառնում է 0, բայց մեզ չի հետաքրքրում 0 կետը, մեզ հետաքրքրում է n կետերը, որոնք գտնվում են մեր բազմաձևության վրա։ Իսկ բազմաձևության վրա գտնվող կետերը ունեն 1 նորմ, այսինքն այս գրադիենտը 0 չի դառնում։ Այսինքն եռաչափ տարածության մեջ երկչափ սֆերան մեր իմաստով ներդրված բազմաձևություն է։ Հիմա նայենք մի ուրիշ օրինակ, երկրորդ օրինակը, R2-ում դեպք, որտեղ բազմաձևություն չի, չնայած էլի այս տեսակ f-ը հավասար է 0 տեսք ունի։ Ուրեմն ուզում եմ սահմանել մեկ չափանի բազմաձևություն, ասենք վերցնենք n x կետերը, որոնք բավարարում են հետևյալ հավասարմանը։ x ասենք 2-ի խորանարդը, x2-ի խորանարդ հանած x1 քառակուսին հավասար է 0-ի։ Ասենք առաջին հայացքից ամեն ինչ նորմալ է, վերցրել եմ R3 չի, ուզում եմ գրել R2։ Բայց R3-ն է կարելի նայել իմ բանը։ R2։ Ունեն ողորկ ֆունկցիա, ստեղ չասցի, ստեղ պետք է լինի սրանք այս ֆունկցիաները պետք է լինեն ողորկ, ասենք գրեմ C անսահմանության դասի, որպեսզի ընդհանրապես չմտածենք այս մասին, այսինքն բոլոր բազմաձևությունները լինելու են անվերջածանցելի, բայց կարող են նաև վերջավոր։ Ուրեմն R2-ը վերցնում եմ այս ֆունկցիան, ու նայում եմ այս բազմությունը։ Այս ողորկ ֆունկցիա է, բայց ես մտնում եմ, որ m-ը բազմաձևություն չի։ Ինչի բազմաձևություն չի, որովհետև եթե m-ը նայում եմ 0 կետում, 0 կետի շրջակայքում, ապա այս ունեմ մի ֆունկցիա, գծայինորեն անկախություն նշանակում է, որ դրա գրադիենտը 0 չի։ Եթե նայում եմ այս ֆունկցիայի, այս մեր f1 ֆունկցիան է, կախված x-ից, եթե նայում եմ սրա գրադիենտը 0 կետում, այսինքն 0-0 կետում, ինքը դառնում է 0, ինքը հավասար է 0-0-ի։ Այսինքն ստեղ երկրորդ պայմանը խախտված է։ Ինչի կարող է բերել երկրորդ պայմանի խախտված լինելը, բերում է նրան, որ մենք ստանում ենք կոր երկչափ տարածության մեջ, որը դժվար է անվանել ողորկ։ Որովհետև ստեղ ինչ է նշանակում, նշանակում է, որ x2-ը հավասար է x1-ի 2/3 աստիճան, իսկ այդ մոտարապես ունի հետևյալ տեսքը, այս 0 կետում ինքը ունի սուր ծայր։ Այսինքն այս պայմանը որ կա, ինքը բացառում է այս տեսակ պահվածքը։
այսինքն ցանկացած կետի շրջակայքում մենք ունենալու ենք մակերևույթ, որը հանգիստ խրճով կարող ենք անվանել ողորկ։ Այդ ասածս ձևակերպվում է հետևյալ թեորեմի տեսքով։ Թեորեմ դիցուկ m-ը k չափանի ներդրված բազմաձևություն է, ներդրված բազմաձևություն է, R-ում, ապա ցանկացած A կետի համար ես կարող եմ գտնել անպարունակող W շրջակայք, այսինքն բաց բազմություն, որը պարունակում է A կետը, կարող եմ գտնել բաց, ասենք, գունդ R-կայում և ֆունկցիաներ, անունենք J-ի, որը գնայից բաց գնդից R, ընդ որում կլինի քանի ֆունկցիա, n ֆունկցիա, n հավասար է 1-ից n, եկեք ուրեմն պայմանավորենք, որ ֆունկցիաների ողորկության մասին չենք խոսում, եթե ոչի բան չի ասված, ապա իրենք անվերջածացելի են։ Ուրեմն այնպես, որ եթե ես վերցնեմ n-ի հատումը այս W շրջակայքի հետ, ապա այս հատումը կարող եմ ներկայացնել հետևյալ տեսքով, այդ կլինեն բոլոր x կետերը R-ից, որոնք ներկայացվում են որպես այս ֆունկցիայի պատկեր, երբ Q-ն պատկանում է սրան։ Ուրեմն Q at Q1 Q-K կետն է, ընդ որում այս J-ի վրա պայման կա, ոնց որ ստեղ պայման կար, որ պետք է գրադիենտները լինեն գծայինորեն անկախ, ես վերցնում եմ Q-ի դիֆերենցիալը, այսինքն ածանցյալը, J-ի դիֆերենցիալը, այս կլինի ինչ, այս կլինի արտապատկերում R-կայից, մի վարք էլ ես չասի, թե J-նով է, J-ն էլ այդ J1 J-N-ն է։ Կորդինատները նշանակել Q1 Q-գայով, դրանք փոխվում են այս գնդի մեջ, R կատարության մեջ, և J-ին ֆունկցիաներ են, ես վերցնում եմ դրանցով կազմված վեկտորական ֆունկցիան, նշանակում եմ J-ով, J1 J-N-ը նշանակում եմ J-ով, այսինքն J-ն լինում է արտապատկերում այս B գնդից R-ն։ Ուրեմն ցանկացած կետի շրջակայքում, ցանկացած կետը ունի շրջակայք, նենց որ եթե նայում են բազմաձևության հատում այդ շրջակայքի հետ, ապա ինքը ներկայացում է որպես AS գնդի պատկեր J ողորկ արտապատկերմամբ, ընդ որում այս ողորկ արտապատկերում ունի հետևյալ հատկությունը, իր ածանցյալը կամ դիֆերենցիալը նույն բանն է, ինքը կլինի գծային արտապատկերում R-կայից R-ն սուրյեկտիվ է։ Ուրիշ կերպ ասած, ցանկացած ներդրված բազմաձևության վրա ես կարող եմ ներմուծել լոկալ կոորդինատներ։ Այսինքն այս x կետերը, որոնք m-ին են պատկանում, կարող եմ ներկայացնել որպես Q կետի պատկեր J ֆունկցիայով։
Օրինակ, այս մեր նախորդ օրինակում օրինակ վերցնենք նախորդ սֆերան։ Օրինակ, եթե վերցրեցինք երկչափ սֆերան ներդրված R3-ում, մեկի մի հատ էլ գնենք սֆերան, հետո վերևենք կետերներին, որոնց երկարության քառակուսին հավասար էր 1-ի։ Ուրեմն, եթե վերցնում եմ կետ, ցանկացած կետ A սֆերայի վրա, այդ նշանակում է կոորդինատներից գոնե մեկը մեկից փոքր է, միվերքեմ կոորդինատներից ինտերնետ տկարենք, ուրեմն ունենք սֆերան, ինչ է, վերցնում ենք ինչ-որ մի կետ, ասենք ստեղ, ուզում ենք ներկայացնել որպես x1, x2, x3, A կետի փոքր շրջակայքը ուզում եք ներկայացնել JQ տեսքով, ինչ կարող ենք անել, եթե այս A կետը չի գտնվում սրա վրա, ապա կարող ենք որպես կոորդինատներ ընտրել x2, x1, x2-ը, այսինքն ասում ենք, որ ուրեմն A-ն այնպիսին է, որ A3-ը հավասար չի 0-ի, ընտրում որ A3-ը հավասար չի 0-ի, այդ դեպքում միարժեք ձևով կարող եմ այս հավասարումը լուծել x3-ի նկատմամբ, այսինքն ասում եմ, որ x3-ը հավասար է քառակուսի արմատ 1 հանած x1 քառակուսի հանած x2 քառակուսի։ Ու դելտան ընտրում եմ այնքան փոքր, այս W շրջակայքը ընտրում եմ այնքան փոքր, որ W-ի կետերի համար էլի այս պայմանը կա։ x3-ը չի դառնում 0։ Ուրեմն W-ն պարունակում է A-ն, ու ցանկացած x-ի համար W-ն կլինի ինչ-որ գունդ, x3 հավասար չի 0-ի։ Այդ դեպքում ես կարող եմ, այսինքն վերցրեցի ինչ-որ մի շրջակայք ստեղ, վերցրեցի ինչ-որ մի գունդ այ շուրջ։ Կարող եմ պարզապես որպես այդ դեպքում դնենք B գունդ դելտա շռայլով այ շուրջ, կարող եմ վերցնել այս գնդի պրոյեկցիան x1, x2 հարթության վրա, այսինքն վերցնում ենք B գունդը, որի կենտրոնը A1, A2 է, շառավեղն նույն դելտան է, այս ընկած է արդեն R2-ում, ու մեր J ֆունկցիան, որը պետք է որոշված լինի R2-ից, մենք կոորդինատները նշեցինք Q1, Q2, ունենա հետևյալ տեսքա, առաջինը կլինի Q1, երկրորդը Q2 ու երրորդն էլ 1 հանած Q1 քառակուսի հանած Q2 քառակուսի։ Այսինքն այս մեր J1, J2, J3 ֆունկցիաներն էին։ Թեորեմը ասում է, որ այս նույն բանը, ընդ որում նկատենք, որ այս ի տարբերություն այս ֆունկցիայի, որը սպասարկում է ամբողջ սֆերան, այս դեպքում ես կարող եմ սպասարկել ամենաշատը, ասենք, միայն վերևի կիսագունդը կամ ներքևի կիսագունդը։ Իրականում ուրիշ ձևով կարելի է կառուցել, որ բոլոր ամբողջ սֆերան սպասարկի բացի մի կետից, բայց այդ արդեն ավելի խորը հարցեր են, մենք դրանք չենք ուսումնասիրում։ Մեզ հետաքրքրում որ ցանկացած կետի շրջակայքում ես կարողանամ ներմուծել այն ինչ որ անվանում են լոկալ կոորդինատներ։
Այսինքն m-ը ներկայացնեմ որպես GQ կետերի բազմություն, որտեղ J-ն ողորկ ֆունկցիա է սուբյեկտիվ դիֆերենցիալով։ Արդյոք ամեն ինչ բարձր ձևակերպման հետ կապված։ Շատ լավ, եթե հարցեր չկան, եկեք այս ապացուցենք, ուրեմն ապացուցի համար մեզ անհրաժեշտ է անբացահայտ ֆունկցիայի թեորեմը։ Հուսով եմ ծանոթ եք դրան, ուրեմն ապացույց, որովհետև նույնիսկ ձևակերպելը մի քիչ երկար կլներ։ Ուրեմն մենք ունենք A կետ, ըստ սահմանման I-ի ինչ-որ շրջակայքում ես կարող եմ բազմաձևություն ներկայացնել հետևյալ տեսքով, այսինքն եթե ես վերցնում եմ m-ը, հատում եմ I-ի ինչ-որ շրջակայքի հետ, B-A դելտա, լավ գրենք, ապա այս են բոլոր կետերի բազմությունը, որոնք բավարարում են այս հավասարմանը, f1x-ը հավասար է 0-ի, f n հանած k x-ը հավասար է 0-ի։ Ես գիտեմ, որ սրանց գրադիենտները գծայնորեն անկախ են։ Հիմա նկատենք, որ եթե ես հաշվեմ այս, եթե նշանակեմ f-ով, այս f1 f n-k ֆունկցիան, այսինքն ես կստանամ ֆունկցիա r n-ի ենթաբազմությունից, իրականում r-ում չի որոշված, կստանամ b կետով a դելտայից r n-k, եթե ես գրում եմ սրա դիֆերենցիալը ինչ-որ մի x կետում, քանի որ կոորդինատներ ունեմ, ես կարող եմ իրան գրել կոորդինատներով, այդ կստացվի գրադիենտ, եթե գրում եմ դրա մատրիցը, գրադիենտ f1-ը x կետում, եւ այլն, գրադիենտ f n հանած k-ն x կետում։ Այսինքն այս մատրից է, որը ինչ չափեր ունի, ինքը ունի n հանած k տող եւ n սյունյակ։ Հիմա ես ենթադրել եմ, որ սրանք գծայնորեն անկախ են, կոորդինատների համարները փոխելով, ես կարող եմ ենթադրել, որ տեղի ունի հետևյալը, ուրեմն կարող ենք ենթադրել, որ եթե ես վերցնեմ f1 այս ամբողջ ֆունկցիան ու հաշվեմ Յակոբի մատրիցը, այսինքն ածանցյալը x k գումարած 1 x n-ի նկատմամբ, այսինքն այս եղավ մատրից, որը ունի n-k տող եւ n-k սյունյակ, ապա այս մատրիցը կլինի չվերասերվող, եթե ես իրան հաշվեմ a կետում, ուրեմն սրա որոշիչը հավասար չի 0-ի։ Ես ենթադրել եմ, որ այս մատրիցում տողերը գծայնորեն անկախ են, եթե գծայնորեն անկախ են, ապա գոյություն ունի n-k չափի մի նորմ, որը տարբեր է 0-ից։ Կոորդինատների համարները փոխելով ես կարող եմ ենթադրել, որ այդ մի նորը զբաղեցնում է k + 1-ից մինչև n սյունյակները։ Բայց այս ցելը ինչ անհրաժեշտ է անբացահայտ ֆունկցիայի կիրառման համար, ուրեմն եկեք մի հատ էլ գրենք այս հավասարումը, ուրեմն հավասարում ունի հետևյալ տեսքը f1 x1 xk xk գումարած 1 xn հավասար է 0-ի եւ այլն fn fn հանած k x1 xk xk գումարած 1 xn հավասար է 0-ի։ Ուրեմն ես ենթադրել եմ, որ այս կոորդինատների նկատմամբ ածանցյալը չի վերասերվում։ Այսինքն ածանցյալը իզոմորֆիզմ է, հետեւաբար փոքր շրջակայքում ես այս հավասարումը կարող եմ լուծել այս կոորդինատների նկատմամբ։ Այս սրանց նկատմամբ։ Այսինքն
գոյություն ունի դուբլվե շրջակայք, որը պարունակում է ան, գոյություն ունի ինչ-որ գունդ այս կոորդինատների տարածության մեջ, այսինքն որը ընկած է առկայում, եւ գոյություն ունի ֆունկցիա, որը գնում է գնդից այս b-ն իրականում կլինի հենց i-ի առաջի կոորդինատները, առաջիկա կոորդինատը, հակա, որը գնում է այս b-ից r n հանած կա, նենց որ ցանկացած x-ի համար, այս դուբլվե շրջակայքից, f(x) հավասար է 0-ի, f-ը մեր այդ բոլոր ֆունկցիաներն են, այդտեղ գնենք f1x հավասար է 0-ի, f n հանած k x-ը հավասար է 0-ի, այն եւ միայն այն դեպքում, երբ այս վերջի կոորդինատները x1, xk գումարած 1 xn-ը հավասար են j կիրառած x1 xk-ի վրա։ Մի վարքյան, այս դուբլվեն մի վարքյան, սա չէի ուզում ասել, իրականում ես էի ուզում ասել, որ ես կարող եմ վերցնել դուբլվեն ուղղի արտարական տեսքով։ Դուբլվեն հավասար է մի վարքյան, եկեք սենց գրեմ, հա, գոյություն ունի w շրջակայք, գոյություն ունի v շրջակայք, որը պարունակում է մնացած կետերը, ուրեմն a k գումարած 1 an, նենց որ ցանկացած x-ի համար, որը գտնվում է այս գնդի մեջ, ուղի արտադրյալ ես v-ի հետ, տեղերի սա, ուրեմն, եթե նայում եմ x-երը, որոնք գտնվում են այս տեսակ շրջակայքում, ապա տեղի ունի հետևյալը, կասա, այսինքն կետը գտնվում է բազմաձևության վրա, այն եւ միայն այն դեպքում, երբ վերջի կոորդինատները կարելի ներկայացնել որպես այժ ֆունկցիա առաջինից։ Ուրեմն, այս արդեն համարյա այն ինչ որ ուզում էինք, որովհետև կարող ենք այս x կետերը ներկայացնել հետևյալ ձևով։ Ուրեմն q-ով կնշանակենք այս մեր q1 q-ը q1 q-կան հենց առաջիկա կոորդինատներն են x1 x-կա, g1 gn ֆունկցիաները, նրանք որոնք են, առաջինները ես չեմ փոխում, q1 եկեք բանամ ասեմ, նրանք սենց մի քիչ պարզ չի գրած, ուրեմն g1-ը կախված q-ից, q-ն հենց այս վեկտորն է, g1-ը կախված q-ից, gn-ը կախված q-ից, այս հետևյալն է, առաջի կոորդինատները, առաջիկա կոորդինատները q1, առաջիկա ֆունկցիաները q1 q-կանն են, որից հետո գալիս է մեր ամբողջ g ֆունկցիան, g q1 q-կա, ուրեմն ստեղ ունեի k կոորդինատ,
Ստեղ էլ ունեի n-k կոորդինատ։ N ինչ որ գրված է նախորդ տողին, հենց սա է նշանակում։ Ուրեմն x-ը գտնվում է բազմաձևության մեջ, այն եւ միայն այն դեպքում, երբ ունենք սա։ Այսինքն, եթե ես վերցնեմ ցանկացած կետ ստեղից, հիմա տեսնեմ, որ ստեղ մեկից սխալ եմ գրել, ստեղ ոչ թե սա էր, այլ հենց v-ի մեջ է գնում։ Ուրեմն ունեմ ա գումարած մեկ i-ի շրջակայք, ունեմ a1 ակ-ի շրջակայք, ունեմ ֆունկցիա, որը գնում է այս շրջակայքից սա, նենց որ եթե x-ը գտնվում է այս ուղիղ արտադրյալի մեջ, ապա տեղի ունի սա։ Բայց մյուս կողմից այս շրջակայքը ես կարող եմ վերցնել բավականաչափ փոքր, նենց որ այս շրջակայքում a-ի կետերը բնութագրվում են այս հավասարումներով։ Ինչ էր ասում մեր սահմանում, ասում էր, որ բավականաչափ փոքր շրջակայքում, որ էր սահմանում, բավականաչափ փոքր շրջակայքում, այս էր w-ն, m-ի կետերը հենց նրանք են, որոնք բավարարում են այս հավասարմանը։ Հիմա անբացահայտ ֆունկցիայի թեորեմը օգտագործելով մենք ցանկացած a կետի փոքր շրջակայքում այս հավասարումները գրեցինք համարժեք տեսքով, այս տեսքով։ Նշանակում է կետերը կարող ենք պարզապես գրել որպես G1Q, G2Q, որտեղ առաջի k կոորդինատները հենց Q1, Q-ն են, սրանք են, հետո գալիս է այս G ֆունկցիան։ Այսինքն իրականում մենք մեր բազմաձևություն ներկայացրեցինք այս G ֆունկցիայի գրաֆիկի տեսքով։ Եվս մի պայման կար բանում, որ այս G ֆունկցիան պետք է լինի սուրյեկտիվ, G ֆունկցիայի հացանցալը պետք է լինի սուրյեկտիվ, բայց այդ նույնպես հետևում է անբացահայտ ֆունկցիայի թեորեմից։ Եկեք այս մեկը թողնեմ որպես ինքնուրույն վարժություն, ուղղակի ասեմ, թե ոնց կարող ենք այդ տեսնել, որ G-ն սուրյեկտիվ է։ Մենք ունենք, որ f-ը, եթե f-ի մեջ տեղադրում եմ q և gq, ապա ես ստանում եմ 0։ Ճիշտ է, որովհետև f-ը մեր այս բոլոր ֆունկցիաներն էին, ես ասում եմ, որ սա տեղի ունի, երբ տեղի ունի սա, այսինքն եթե սրանց մեջ x-ի փոխարեն տեղադրում եմ q և gq, ապա պետք է ստանամ նույնաբար 0։ Ուրեմն օգտագործելով այս, մենք կարող ենք հաշվել g-ի դիֆերենցիալը։ Պարզապես կիրառենք դիֆերենցիալը սրա վրա, այս նույնության վրա։ Ինչ կստացվի, եթե կիրառենք դիֆերենցիալը։ Ստեղից հետևում է, որ եթե ես հաշվում եմ df dq-ն վեկտորական նշանակումներն օգտագործում, գումարած հացանցում եմ ըստ երկրորդի, այսինքն df-ը ես հացանցում եմ ըստ եկեք ես մնացած փոխականները նշանակեմ q շտրիխով q շտրիխի ու հետո dg-ն ըստ dq-ի, ապա ես հավասար է 0-ի։ Ստեղից ես կարող եմ g-ի դիֆերենցիալը արտահայտեմ սրա միջոցով։ Ուրեմն մենք ունենք, որ այս չվերասերվող է, այդ էր մեր պայմանը, մեր ընտրությունը դա էր։ Ըստ մնացած փոփոխականների դիֆերենցիալը իզոմորֆիզմ է, հետևաբար կարող ենք լուծենք այս, ստեղից կարող ենք գտնել սրա արտահայտությունը։ Տեղից էլ կարող ենք ստանանք, որ իրականում ունենք դիֆերենցիալը կլինի սուրյեկտիվ։ Մի խոսքով, թողնում եմ այս ինքնուրույն հասկանալու համար։ Այսինքն ինչ ապահովեցինք։ Մենք իրականում մի քիչ ավելի շատ ապահովեցինք, քան գրված էր ստեղ։ Ստեղ գրված էր, որ ցանկացած կետի շրջակայքում կարելի է ներմուծել կոորդինատներ, այսինքն x-ը ներկայացնել gq տեսքով, որտեղ g-ն ողորկ ֆունկցիա է, q-ն էլ փոխվում է k չափանի գնդի մեջ։ Մենք իրականում ապացուցեցինք, որ ցանկացած կետի շրջակայքում մեր բազմաձևությունը կարելի է ներկայացնել ինչ որ g ֆունկցիայի գրաֆիկի տեսքով։ Մեծ կետը, որը փոխվում է
գնդի մեջ եւ ժ-յուն։ M-ը այս կետերի բազմությունն է, այսինքն ինքը J ֆունկցիայի գրաֆիկն է։ Շատ լավ, այս հիմնական արդյունքն է, որը հնարավորություն է տալիս աշխատել բազմաձևությունների հետ, այսինքն abstract բազմաձևությունը հենց այս նույն բանն է, ասում ենք, որ ցանկացած կետում կարելի է ցանկացած կետի շրջակայքում ես կարող եմ ներմուծել կոորդինատներ, ու ինչ որ պայման կա, թե ոնց են այդ կոորդինատները կապված իրար հետ։ Հիմա եկեք փորձենք հասկանալ, թե ոնց է մեր խնդիրներում, այսինքն մեխանիկական խնդիրներում առաջանում այս մակերևույթները կամ բազմաձևությունները։ Եկեք մի քանի օրինակ նայենք, օրինակներ։ Ուրեմն ճոճանակների օրինակներ նայենք, ճոճանակներ։ Երեք տեսակ։ Ուրեմն առաջինը հենց սովորական մաթեմատիկական ճոճանակը, այսինքն ինչ որ մի կետից կախված է ճոճանակը, ենթադրում եմ, որ ասենք ես ունի L երկարությունը, ընդ որում այս պինդ մարմինը չի փոխում իր երկարությունը, ինքը միշտ կլինի L։ Ու ենթադրում եմ, որ ինքը կարճ չունի, ստեղ ինչ որ մի հատ գունդ է, ասենք M զանգվածով, սրա վրա ազդում է MG ուժը։ Հիմա բնականաբար սրա շարժվելու, սրա ազատությունը հենց այս է, գտնվում է այս L շարավղով շրջանակցի վրա։ Այսինքն, այս շրջանակի համար մեր կոնֆիգուրացիոն տարածությունը բնական է վերցնել մեկ չափանի սֆերան, այսինքն շրջանագիծը, որը ընկած կլինի R2-ի մեջ։ Այսինքն, այս խնդրի համար առաջի դեպքն էր մեր կոնֆիգուրացիոն տարածությունը M-ը հենց շրջանագիծն է։ Կարող եք նայել ճոճանակ, որը գտնվում է սֆերայի մեջ։ Ենթադրենք, որ գնդակը այստեղ դրած, որը շարժվում է այս կիսասֆերայի մեջ։ Այդ դեպքում բնական է վերցնել որպես կոնֆիգուրացիոն տարածություն M-ը, որը երկչափ սֆերայի կեսն է։ Այս երկուս, կամ կարող ենք ամբողջ սֆերան վերցնենք, ենթադրում որ գնդակ կարող է նաև բարձրանալ վերև, բայց այդ դեպքում ենթադրենք, որ ինքը երբեք սֆերայից չի փոխվում, ինչ-ինչ պատճառներով ինքը շարժվում է միայն սֆերայի վրա։ Կամ կարող ենք վերցնել կրկնակի ճոճանակ։ Այսինքն, ես ենթադրում եմ, որ կա ինչ-որ մի պինդ ձող, ասենք L1 երկարությամբ, ստեղ կա M1 զանգվածով ինչ-որ գնդակ, ու սրան էլ ամրացրած է մի ուրիշը, ստեղ էլ M2, ստեղ էլ L2 երկարությունն է։ Ասենք որն է սրա ազատության աստիճանը, առաջինը կարող է շարժվել այս շրջանակցի վրա, երկրորդը կարող է շարժվել, իհարկե չի կարելի ասել շրջանագիծ կլինի, քանի որ ցանկացած կետի համար այս կարող է փոխվել, ավելի հեշտ է գրել, քան թե նկարել այս դեպքում, այսինքն ներմուծենք հետևյալ անկյունները, այս անկյունը թող լինի Φ1, ու այս կետին հետ կազմված անկյուն նշանակենք Φ2։ Այդ դեպքում պարզ է, որ եթե ես ունեմ Φ1 և Φ2 անկյունները, ապա այս ճոճանակի դիրքը միարժեք որոշվում է։ Այսինքն մեր կոնֆիգուրացիոն տարածությունը կլինի S1 անգամ ևս մի հատ S1։ Այսինքն երկու շրջանակների ուղիղ արտադրյալ SL ես կարող եմ պատկերացնել որպես երկչափ տոր, երկչափ տորն կարող եմ ենթադրել, որ ինքը ընկած է
R3-ում։ Ավես, ասենք առաջի օրինակը, երկրորդ օրինակը վերցնենք հարթության վրա ինչ-որ մի հատված, ու ուզում ենք հասկանանք, թե ոնց կարող ենք այս հատվածի դիրքը նկարագրենք։ Պարզ է, որ եթե այս հատվածի առաջի մի ծայրի կոորդինատը ունեն, ապա երկրորդին նկարագրելու համար ինձ բավական է տալ այս անկյունը։ Ասենք, ենթադրենք ընտրում եմ կոորդինատներ, այս անկյունը եթե իմանամ, ապա միարժեք որոշեմ հատվածի դիրքը հարթության մեջ։ Այսինքն, այստեղ կոնֆիգուրացիոն տարածությունը m-ը կլինի ինչ r2, ես որոշեցի մի ծայրակետը, եւ մյուսի համար ես կարող եմ վերցնել միաչափ սֆերան, այսինքն շրջանագիծը, դե R2-ը ինքը արդեն ընկած է բանի մեջ, S1-ն էլ ես գիտեմ, որ ինքը R2-ի մեջ ընկած է, այսինքն սա կարող եմ նայել որպես ներդրված բազմաձևություն R2 անգամ R2-ում, այսինքն R4-ում։ Մի քիչ ավելի բարդ օրինակ նայենք։ Այսօր մանրամասները չենք անի, բայց ավելի ուշ մեզ պետք կգա։ Վերցնենք ուղղանկյուն եռանկյուն, OAB, ունենք ոնց կարող ենք իրեն դիրքը նկարագրել եռաչափ տարածության մեջ։ Ուրեմն ուղղանկյուն եռանկյուն դիրքը նկարագրելու համար կարող եմ անել հետևյալը։ Նախ նկարագրեմ OA-ի դիրքը եռաչափ տարածության մեջ, այսինքն ես ստեղ ընտրեմ մի հատ վեկտոր E1, ասեմ, որ ես E1-ը տեղադրում եմ եռաչափ տարածության մեջ, սրան ուղղայած OB-ի վրա ընտրեմ մի ուրիշ վեկտոր, միավոր E2, եւ սրանց ուղղայած ուղղությամբ էլ կլինի մի հատ երրորդ վեկտորը E3։ Այսինքն ես ասած հետևյալն է, որ եթե ես ունեմ ես E1, E2, E3 վեկտորները, ապա ես ունեմ OAB եռանկյան դիրքը տարածության մեջ։ Եվ հակառակը, եթե եռանկյունը ինչ-որ ձևով տեղադրել եմ եռաչափ տարածության մեջ, ապա E1-ի դիրքը գիտեմ, E2 դիրքը գիտեմ, E2-ի դիրքը գիտեմ, E3-ն էլ ասում եմ, որ այս երկուսի վեկտորական արտադրյալն է, E1, E2։ Այսինքն, ֆիքսել եռանկյան դիրքը եռաչափ տարածության մեջ նույն բանն է, ինչ որ ընտրել մի հատ օրթոնորմալ բազիս, E1, E2, E3։ Սրանք էլ նկարագրվում են մատրիցով։ Այսինքն, եթե ես վերցնեմ ես կազմեմ հետևյալ մատրիցը, ստեղ գրում եմ E1-ի, եկեք սենց գրեմ, որ պարզ լինի, որ սյունյակներ են, E1, E2, E3։ Ան մի քիչ հաջող չէր, ասենք թող լինի B, մեր մատրիցը։ Այսինքն, ես կառուցեցի փողմի արժեք մի արկեմ, ես ենթադրում եմ, որ on ֆիքսած է։ O կետը ֆիքսած է, ասենք թող լինի սկզբնակետը, եթե ես on ֆիքսել եմ, ապա եռանկյան դիրքը միարժեք որոշվում է այս E1, E2, E3 վեկտորներով։ Այսինքն կապող միարժեք արտապատկերում մեր կոնֆիգուրացիան M-ը եռանկյան բոլոր հնարավոր դիրքերն են, M-ի և եթե ես 3 վեկտոր եմ ֆիքսել գրել եմ որպես մատրից, ապա ստանում օրթոգոնալ մատրից։ Ընդ որում, քանի որ երրորդը վերցրել եմ որպես սրանց վեկտորական արտադրյալը, ապա սրա դետերմինանտը դրական է։ Այսինքն ստանում եմ մատրից, որը օրթոգոնալ է եւ դետերմինանտ դրական է, դրանք նշանակում ենք SO-ով, SO3։ Ուրեմն SO3-ը այդ ովքեր են։ Այդ այն մատրիցներն են, ասենք վեն, եռաչափ,
3-ը 3-ի վրա, որոնք օրթոգոնալ են, այսինքն եթե վերցնեմ սիմետրիկը բազմապատկեմ v-ով պետք է ստանամ միավոր, ու քանի որ երրորդ վեկտորը առաջի երկուսի վեկտորական արտադրյալն է, ապա իր դետերմինանտը պետք է լինի 0-ից մեծ, այսինքն պետք է լինի 1։ Այն որ դետերմինանտը 1 է կամ մինուս 1 ստեղից հետևում է, բայց ես վերցնում եմ 1, այդ դեպքում ստանում եմ միայն դրական դետերմինանտով օրթոգոնալ մատրիցները։ Այսինքն մեր կոնֆիգուրացիոն տարածությունը ես միարժեք կարող եմ նկարագրել դրական որոշիչով օրթոգոնալ մատրիցներով։ Հիմա ինչ է նշանակում օրթոգոնալ մատրից։ Օրթոգոնալ մատրիցում կա 6 պայման։ Որովհետև ինչ պետք է գրեմ։ Պետք է գրեմ, որ սյունյակները միմյանց ուղղայացել ու յուրաքանչյուրի երկարությունը հավասար է 1-ի։ Այսինքն ես ունեմ 6 պայման ու քանի ազատության աստիճան ունեմ 9 ազատության աստիճան, ճիշտ է, 3-ը 3-ի վրա մատրիցը որոշվում է 9 թվով։ Այսինքն այս SO3-ը բնական է ենթադրել, որ ինքը կլինի եռաչափ տարածություն։ Եռաչափ։ Հա, եռաչափ տարածություն է ստացվում։ Իրոք որոշում է 3 թվով։ Այսինքն սրա չափողականությունը հավասար է 3-ի, ու ես կարող եմ M-ը պատկերացնել որպես R9-ում ներդրված բազմաձևություն։ R9-ում բազմաձևությունը պետք է որոշված լինի, որպեսզի եռաչափ լինի 6 հավասարություններով, այդ 6 հավասարությունները այ հենց սրանք են։ Այս են դեպքն, որ ճիշտ չի M-ը պատկերացնել որպես ենթաբազմություն R9-ում։ Այսինքն այս են դեպքն, որ մեզ իրոք ավելի լավ կլինի մի քիչ աբստրակտ հասկացողություն ունենալ բազմաձևության ու այս կոնֆիգուրացիոն տեղեկությունը պատկերացնել որպես SO3։ Բայց մենք եթե ուզում ենք ցույց տալ, որ այս ներդրված է, ապա ինչ պետք է անենք, պետք է ցույց տանք, որ այս հավասարումները իրականում տալիս են, տրված են, կարելի է գրել այս տեսքով, F1 այս տրանսպոնացված անգամվեն հավասար է 1-ի, այս կարելի է ներկայացնել որպես F-ի վեն հավասար է 0, հավասարմամբ, որտեղ in փոխվում է 1-ից 6։ Առաջ երկու մտածեք սրա մասին, ոնց կարող եք ցույց տալ, ընդ որում, հա, այստեղ լրացուցիչ պայման կա, պետք է որ F-ին բավարարի այն պայմանի, որ գրադիենտները 0 չեն։ Կամ ուրիշ կերպ ասած, եթե ես F-ով նշանակեմ F1, F6-ը ու հաշվեմ սրա դիֆերենցիալը, ուրեմն ես կլինի ինչ, ես կլինի արտապատկերում R9-ից R6, սրա դիֆերենցիալը պետք է լինի սուրյեկտիվ։ Նվարկել։ Այստեղ չի կարող լինել սուրյեկտիվ, այստեղ պետք է լինի ինյեկտիվ։ Ես ինչ է, ունենք արտապատկերում R K չափանից Rn չափանի, որտեղ կամ փոքր n-ից։ Գծային արտապատկերում RK-ից Rn, որտեղ n-ը մեծ է կայից, չի կարող լինել սուրյեկտիվ, ինքը կարող է լինել ինյեկտիվ։ Ու պայմանը այն է, որ S պետք է դիֆերենցիալ լինի ինյեկտիվ։ Ուրեմն այս F-երի համար դիֆերենցիալը պետք է լինի սուրյեկտիվ, այսինքն սրանք պետք է լինեն գծայինորեն անկախ։ Կամ նույնն է, որ ասենք դիֆերենցիալը, սա ինչ որ ինտեղ գրեցինք, որ է դիֆերենցիալներ
դիֆերենցիալը պետք է ունենա n մինուս k չափի մի նոր, որը պետք է լինի 0-ից տարբեր։ Այսինքն պետք է լինի սուբյեկտիվ։ Շատ լավ, ինձ թվում է սրանով սահմանափակվենք օրինակներ, այսինքն այս վերջի օրինակում բան մնաց ապահովելու, պետք է հասկանալ, թե ինչու է սա իրոք ներդրված բազմաձևություն։ Այսինքն պետք է գրել այս պայմանները, ասենք կարող եք սկսել երկչափ դեպքից, այսինքն կարող եք սկզբից նայել SO2-ը։ SO2-ը, իրան կարող եք պատկերացնել, ուրեմն այս ինչն է, այս n մատրիցներն էին, 2-2-ի վրա, որոնք բավարարում էին այս հավասարմանը, որում դետերմինանտը էլի հավասար էր 1-ի։ SO2-ը բացահայտ, այսինքն սրանք էլ կարելի է բացահայտ գրել, բայց SO2-ը հատկապես պարզ է գրել, հարթության վրա ընտրում ենք երկու ուղղայաց վեկտոր, ընդ որում դրական որոշված։ Հենց որ գզույքը լինի դրական որոշված, պարզ է, որ այս նույն բանն է, ինչ որ այս մեկը։ Այսինքն օրթոգոնալ մատրիցները 2-2-ի վրա ունեն հետևյալ տեսքը, ճիշտ է, կոսինուս ֆի մինուս սինուս ֆի, սինուս ֆի, կոսինուս ֆի։ Սրանք բոլոր օրթոգոնալ մատրիցներն են դրական որոշիչով։ Հիմա կարող եք փորձել հասկանալ, թե ոնց ստեղից ելնելով հասկանալ, որ սա մեկ չափանի ներդրված տարածություն է H4-ում։ Այսինքն ինչ է իրականում պետք անել։ Այս եթե ստացվի, այս մյուսը կլինի ավելի հեշտ, ուզում իմ կարծիքով։ Շատ լավ, կան հարցեր։ Եթե չկան, ուրեմն անցնենք հաջորդ կետին, հաջորդ կետը շոշափող տարածությունն է։ Ուրեմն, եթե մենք ունենք ներդրված բազմաձևություն, ապա մենք կարող ենք ներմուծել շոշափող տարածության հասկացությունը։ Նայում ենք M, որը ընկած է R n-ի մեջ, շապողականությունը հավասար է k-ի։ Այդ նշանակում է, որ լոկալ ես իրեն կարող եմ ներկայացնել որպես f1x-ը հավասար է 0, f n-k-x-ը հավասար է 0 հավասարումների տեսքով։ Այսինքն սրանց լուծումների տեսքով։ Հիմա ըստ սահմանման եթե ունեմ ինչ-որ A կետ, ապա A կետի շոշափող տարածություն ես կանվանեմ հետևյալը, որ վերցնում եմ սրանց գրադիենտներով կազմված ծնված գծային տարածությունը, այսինքն գրադիենտ f1-a, գրադիենտ f n-k, ուրեմն քանի որ ենթադրել է, որ սրանք գծայինորեն անկախ են, այս կլինի n-k չափի վեկտորական տարածություն, սրանցով ծնված տարածությունը կլինի n-k չափի, n-k չափանի, ու եթե ես վերցնեմ սրա օրթոգոնալ լրացումը, ինքը կլինի n-ից հանած n-k չափանի, այսինքն n-ից հանած n-k, այսինքն ես կլինի k չափանի։ Ուրեմն A կետում շոշափող տարածություն է կոչվում այս վեկտորական տարածությունը։ Վերցրել եմ գրադիենտները, դրանցով ծնված վեկտորական տարածությունը ու սրանց օրթոգոնալ լրացումը։ Ուրեմն ստեղ մի հարց է առաջանում, նույն մակերևույթը, նույն բազմաձևությունը կարելի է տարբեր ֆունկցիաներով
չի բացառում, որ ուրիշ ընտրություն կարող եմ անել այս ֆունկցիաների։ Արդյոք այդ նշանակում է, որ շոշափող տարածությունը կարող է փոխվել։ Նա պատասխանը բնականաբար չի կարող փոխվել, ու այդ հետևում է հետևյալ թեորեմից։ Թեորեմը ասում է, որ շոշափող տարածությունը A կետում այդ իրականում բոլոր M-ի վրա գտնվող, M-ի վրայով շարժվող կետերի արագությունների բազմությունն է A կետում։ Այսինքն ես պետք է նայեմ գամմա կետով 0-ն, որտեղ ով է գամման։ Գամման արտապատկերում է մինուս էպսիլոնից էպսիլոն, մինուս էպսիլոն հատվածից Rn, ես ենթադրում եմ, որ ինքը գոնե C-մեգասից է, 0 պահին ինքը գտնվում է A-ում, ու սրան է վերջ։ Այսինքն ես ունեմ ներդրված բազմաձևություն, ունեք ներդրված բազմաձևություն, ինչ-որ A կետ, ես նայում եմ ցանկացած շարժում, որը անցնում է A կետով։ Ենթադրում եմ, որ ինքը ողորկ է, ստեղ չասեցի, որ ինքը պետք է պատկանի M-ին։ Ուրեմն ցանկացած T-ի համար գամմա T-ն պատկանում է M-ին։ Այսինքն M-ի վրայով գնացող կետ է, 0 պահին ինքը անցնում է A կետով, ես հաշվում եմ իր արագության վեկտորը։ Գամմա կետով 0-ն։ Սրա կետներ։ Այդ բոլոր վեկտորների բազմությունը կլինի հենց մեր շոշափող տարածությունը։ Կարծի որ ստեղ արդեն այս ֆունկցիաներից կախվածությունը վերանում է։ Ես պարզապես ասում եմ, որ նայում եմ բոլոր շարժումները, ողորկ, որոնք գտնվում են M-ում, ու նայում եմ բոլոր արագության վեկտորները։ Պարզվում է այդ կլինի վեկտորական տարածություն, ու հենց կհամընկնի այս սրանով տրված վեկտորական տարածության հետ, այսինքն մասնավորապես կախում չկա այս f1, fn-կա ֆունկցիաներից։ Ֆունկցիաները կարող են փոխվել, եթե դրանք տալիս են նույն բազմաձևությունը, ապա կստանանք նույն շոշափող տարածությունը։ Շատ լավ, փորձենք ապացուցել այս։ Ժամանակ ունենք, ուրեմն ապացույց։ Ուրեմն եկեք այս ինչ որ գրված է ստեղ աջ մասում նշանակենք VA-ով։ Այսինքն են թող սա լինի VA բազմությունը։ Այսինքն ես այս պահին միշտ չգիտեմ, որ ինքը վեկտորական տարածություն է։ Ուրեմն ես ուզում եմ ցույց տամ, որ TAM-ը հավասար է VA-ի։ Դրա համար ինչ պետք է ցույց տամ։ Պետք է ցույց տամ, որ TAM-ը ընկած է VA-ի մեջ եւ VA-ն ընկած է TAM-ի մեջ։ Ուրեմն եկեք սկսենք հեշտից։ Ուրեմն ցույց տանք, որ VA-ն ընկած է TAM-ի մեջ։ Ինչ է նշանակում VA, այդ նշանակում է, որ ես ունեմ ինչ-որ գամմա ֆունկցիա C1 դասից մինուս էպսիլոնից էպսիլոն Rn-ում, նենց որ գամմա T-ն պատկանում է M-ին ցանկացած T-ի համար։ Այդ ինչ է նշանակում։ Այդ նշանակում է, որ եթե ես ընտրեմ այս f1 fn-k ֆունկցիաները, որոնք նկարագրում են բազմաձևությունը i-ի փոքր շրջակայքում, ապա ցանկացած i-ի համար 1-ից n-k ես կարող եմ գրել, որ f(i) գամմա T-ն հավասար է 0-ի, որում սա ճիշտ է, երբ T-ն պատկանում է մինուս էպսիլոնից էպսիլոն։ Ես կարող եմ էպսիլոն բավականաչափ փոքր ընտրեմ, նենց որ այս գամմա կորը լինի i-ի
այն շրջակայքում, որը տրված է այս ֆունկցիաներով։ Գամման անընդհատ ֆունկցիա է, էպսիլոնը փոքր ընտրելով, փոքրացնելով, եթե անհրաժեշտ է, ես կարող եմ ընտրել, որ ինքը ոչ միայն m-ի մեջ է ընկած, այլ ընկած է m բազմության մեջ, որոնք նկարագրվում են այս ֆունկցիաներով։ Հետևաբար կլինի սա, այս կունենամ այս հավասարությունը։ Հիմա ածանցենք այս ըստեի ու վերցնենք n հավասար է 0-ի։ dt fi գամմա t ու ես վերցնում եմ n հավասար է 0-ի։ Բարդ ֆունկցիա է, ես պետք է վերցնեմ ածանցեմս բոլոր կոորդինատների, j-ն հավասար է 1-ից n, dfi dxg, գամման t-ն, բայց t-ն պետք է վերցնեմ 0, կստացվի գամմա 0, և գամմայի ածանցալը, գամմա j կետովը 0 կետում, սա կլինի հավասար է 0-ի։ Բայց դեռ ինչ է գրած, գամմա 0-ն եթե հենց մեր a կետն էր, իսկ այդ գամմա 1 կետով, գամմա n կետովը, այդ մեր այդ մեր շոշափող վեկտորն էր, մի վարկեմ, ես ուզում եմ ասել, վերցնում ենք ինչ-որ մի հատ վեկտոր u, որը պատկանում է v-ային, ու վերցնում ենք համապատասխան կոր, գամմա, որը պատկանում է սրան, ու 0 կետում տալիս է մեր u վեկտորը։ Ես ուզում եմ ցույց տալ, որ v-ան ընկած է m-այի մեջ։ Վերցրեցի v-ան, վերցրեցի ցանկացած վեկտոր v-ից, դրան համապատասխանում է կոր, որը 0 պահին շարժվում է u արագությամբ։ Ես ունեմ այս հավասարությունները, քանի որ ինքը ընկած է m-ի մեջ, ածանցում եմ, վերցնում եմ n հավասար է 0, ստանում եմ սա։ Այսինքն ստեղ գրած է, որ այս նույնն է, այս համարժեքություն է սա, որ fi գրադիենտը a կետում սկալար արտադրյալ u-ի հետ հավասար է 0-ի։ Ու սա ճիշտ է ցանկացած i-ի համար, հետևաբար ես երակացնում եմ, որ u-ն ընկած է այս վեկտորների օրթոգոնալ դրացման մեջ, իսկ այդ նշանակում որ ինքը ընկած է t-այի մեջ, քանի որ t-ան հենց դրանց օրթոգոնալ դրացումն էր։ Այսինքն ես ցույց տվեցի, որ v-ան ընկած է t-այի մեջ։ Հիմա ցույց տանք հակառակը, որ t-a-m-ն է ընկած v-այի մեջ։ Սրա համար պետք է օգտագործենք այն նախորդ թեորեմը, որը ասում էր, որ ցանկացած կետի շրջակայքում ես կարող եմ m-ը ներկայացնել որպես ֆունկցիայի գրաֆիկ։ Այսինքն վերցնում եմ i-ի փոքր շրջակայք, հենց որ այս w հատում m-ը ներկայացվի հետևյալ ձևով, այդ այն կետերն են w-ից, որ f1x-ը հավասար է եւ այլն, հավասար է f n հանած k x։ Ու ես գիտեմ, որ այս նույն բանը կարելի է գրել հետևյալ տեսքով, սա կարող եմ գրել որպես n կետերի բազմությունը, որոնց համար ստեղ ինչ էինք ստացել, ստացել ենք, որ վերջի n հանած k կոորդինատները, վերջին n հանած k կոորդինատները ներկայացվեն առաջի k կոորդինատների ֆունկցիայի տեսքով։ Այսինքն, այդ n x-երն են w-ից, որոնց համար x գրենք k գումարած in հավասար է ինչ-որ j-ի ֆունկցիա x1 xk-ից։ Ուրեմն in փոխվում է 1-ից n-k։ Ես վերցրեցի այնքան փոքր շրջակայք, որտեղ այս հավասարումները կարող եմ լուծել xk գումարած 1 x n-ի նկատմամբ ու ներկայացնել որպես ֆունկցիա առաջի k կոորդինատներից։ Հիմա մտահղացումը հետևյալն է, եթե ասենք թող մեր այդ x1 x-կան լինի x1 x2-ը, x1 x2,
Այն մնացած կոորդինատներն են x3, այսինքն ես ունեմ ստեղ ինչ-որ ֆունկցիայի գրաֆիկ, ես ինչ եմ անում, ես վերցնում եմ ստեղ կոր, որի արագությունը տրված է, ուրեմն ստեղ եթե ուզում ես բանը, ես վերցնում եմ ինչ-որ մի հատ u վեկտոր, որ ընկած է TAM-ի մեջ։ Ես վերցնում եմ այս u վեկտորը, ինքը ստեղ էր, ինչ-որ վեկտոր էր, ես վերցնում եմ այս u վեկտորի պրոյեկցիան առաջի k կոորդինատների վրա, այսինքն ես ստեղ ստանում եմ ինչ-որ մի վեկտոր, սա այս u-ի պրոյեկցիան է, այսինքն եթե այս u-ն ուներ u1, u2, u3 կոորդինատները, ստեղ կլինի պարզապես u1, u2 կոորդինատները, նայում եմ կոր, որը գտնվում է x1, x2-ի մեջ, ու ունի այս արագության վեկտորը i-ին համապատասխանող կետում, ու նայում եմ սրա պատկերը այս սրանով։ Եկեք ուրեմն հիմա իրագործենք այդ, այս մտահղացումը, վերցնում ենք u-ն, որը հավասար է u1, un։ Հիմա ես ուզում եմ վերցնել կոր x1, xk հաշտության մեջ, որի արագության վեկտորը այս u-ի պրոյեկցիան է։ Ասենք ինչ կարող եմ անել, կարող եմ վերցնել պարզապես a1 գումարած t1, ak գումարած t/k։ Հաջորդ քայլը որն էր, հաջորդ քայլը ես ասում եմ, որ պետք է վերցնել այս կորի պատկերը այս j ֆունկցիաներով։ Դե դա էլ անենք ուրեմն, վերցնենք j-ի, մի քիչ բարդ էլ գրել է, եկեք ուրեմն նշանակում ներմուծենք, a գծիկովը թող լինի a1 ak եւ u գծիկովը թող լինի u1 uk։ Այդ դեպքում ինչ կստացվի, ստեղ պետք է գրեմ a գծիկով գումարած t անգամ u գծիկով, որտեղ in փոխվում է 1-ից n-k։ Ուրեմն ես ստացա կոր, ես նրանում կգնեմ գամմա t։ Ուրեմն ինչ կարող ենք ասել այս գամմա t-ի մասին, նախ ինքը ցանկացած t-ն վերցնում եմ բավականաչափ փոքր, t-ն վերցնում եմ այնքան փոքր, որ այս գամմա t կորը միշտ մնա այնտեղ, որտեղ բազմաձևությունը այս տեսքով է ներկայացվում։ Ուրեմն գամման 0 կետում ինչ է ստացվում, առաջիկա կոորդինատները տալիս են a գծիկով, մնացածը տալիս են j-ն կիրառած a գծիկովի վրա։ Այս էլ ըստ կառուցման մեր հենց ան է, քանի որ ես գիտեմ, որ այս փոքր շրջակայքում կետը պատկանում է բազմաձևությանը, եթե տեղի ունի սա։ Հիմա եթե ես վերցրել եմ a կետը, ապա իր կոորդինատները պարտավոր են բավարարել այս հավասարություններին, քանի որ ինքը հաստատ գտնվում է այդ a կետի ցանկացած շրջակայքում։ Այսինքն, քանի որ a-ն պատկանում է w-ին, այստեղից եզրակացնում եմ, որ a k գումարած 1 a-ը հենց հավասար է j-ն կիրառած a գծիկովի վրա։ Ուրեմն գամման 0 կետում հավասար է a-ի, ըստ կառուցման ցանկացած t-ի համար մինուս էպսիլոնից էպսիլոն գամմա t-ն ընկած է m-ի մեջ, էլի այդ նույն բանն եմ օգտագործում։ M-ը նկարագրված է սրանցով, հետևաբար, եթե ես հենց տենց էլ վերցրել եմ, կետ ու դրա պատկերը, ինքը հաստատ սրան բավարարում է։ Ուրեմն գամմա t-ն ընկած է m-ի մեջ, հաշվենք գամմայի արագության վեկտորը 0 կետում, գամմա կետովը 0 կետում հավասար է առաջիկա կոորդինատները ինչ են տալիս, հատանցում ենք, ստացվում է u գծիկով, ստեղ որ j-ի ֆունկցիան հատանցում եմ ըստ t-ի, ինչ պետք է վերցնեմ, պետք է վերցնեմ j-ի գրադիենտը, գրադիենտ j1, t-ն վերցրել եմ 0, այսինքն a գծիկով կետում, ու հետո այս ներսի ֆունկցիան պետք է հատանցեմ ըստ t-ի, հետո տալիս է u։
Այսինքն ստեղ ստացվում է սրա սկալար արտադրյալը ու-ի հետ։ Ու գրադիենտ G n մինուս k այլի a գծիկով կետում սկալար արտադրյալ ու գծիկովի հետ։ Ուրեմն այս հաշվեցինք ածանցալը, հիմա ինչ էինք ուզում ապահովել, ուզում էինք ապահովել, որ սա համընկնում է, ես ուզում եմ ապահովել, որ սա համընկնում է հենց, ես դեռ չգիտեմ, սա համընկնում է ու վեկտորի հետ։ Այսինքն դրա համար պետք է օգտագործեմ f և g ֆունկցիաների կապը, եկեք գրենք, որ եթե f-ի մեջ, f-ը հետ մեր բոլոր ֆունկցիաներն էին, f1, fn-k, ես գիտեմ, որ եթե f-ի մեջ ես տեղադրեմ x, gx, այսինքն ստեղ տեղադրում եմ x գծիկով, g x գծիկով, ապա սա պետք է տա 0։ Ոչ թե մեր բազմաձևությունը այս տեսքով էր տրվում։ Եթե վերջի n-k կորդինատները հավասար են առաջիկա կորդինատների ժեն կիրառած առաջիկա կորդինատների վրա, ապա ինքը գտնվում է բազմաձևության վրա, բազմաձևությունն էլ նշանակում որ սա է բավարարված։ Ստեղից ինչ է հետևում, ես x գծիկովի փոխարեն տեղադրում եմ հենց մեր կորը, այսինքն ստանում եմ f-ի a գծիկով գումարած t ու գծիկով և g a գծիկով գումարած t ու գծիկով։ Սա հավասար է 0-ի։ Դա մի հատ եկեք ածանցենք տեղադրենք t-ն հավասար է 0։ Ածանցում եմ և տեղադրում եմ t-ն հավասար է 0։ f-ի այս ամեն ինչից ինչի հավասար ուրեմն ստացվում է գումար g-ն հավասար է 1-ից k df-ի dxg հաշված a գծիկով կետում, որտեղ ես ծրեմ t-ն հավասար է 0, ես պետք է բազմապատկեմ ուժիով և գումարած, ուրեմն g-ն հավասար է k գումարած 1-ից n, վերցնում եմ df-ի dxg, պետք է ասեմ էլի ես նույն կետում, բայց երբ վերցրել եմ t-ն հավասար է 0, ես ստանում եմ մի վերքես, դա ոչ թե a գծիկով էլ a, երբ վերցնում եմ t-ն հավասար է 0, ես վերանում եմ, մնում է a։ Ստեղ ստացվում է a, հետո պետք է g-ն որպես բարդ ֆունկցիա ածանցեմ, բայց g-ն որպես բարդ ֆունկցիա որ ածանցում եմ, ստացվում է g-ի գրադիենտը, մի անգամ է տարել ենք g-ի գրադիենտը a կետում, a գծիկով կետում և սկալար արտադրյալ ու գծիկովի հետ։ Ու սա հավասար է 0-ի։ Ստեղ պետք է վերցնեմ i երրորդ ֆունկցիան։ Ինչ էինք ստացել, իհարկե ինչ էինք ուզում ապահովել, ուզում էինք ապահովել, որ ում հենց այս վեկտորն է, ինչ ստացանք սա, ում պատկանում էր TI-ին,
Այսինքն ստեղ ինչ է գրված, ստեղ գրված է, որ եթե ես վերցնեմ, չեպասեն ստեղ գրված է, որ եթե ես վերցնում եմ f-ի գրադիենտը, եթե ես վերցնում եմ f-ի գրադիենտը a կետում, ու վերցնում եմ այս վեկտորը u և j-ի ածանցալը a գծիկով կետում կիրառած u-ի վրա, այս վեկտորի հետ եթե վերցնեմ սկալար արտադրյալ, ապա 10 տալիս է 0, այսինքն այս մեր վեկտորը, որ գրված է ստեղ, ինքը իրոք պատկանում է շոշափող տարածությանը, այս ճիշտ է ցանկացած i-ի համար, i հավասար է 1-ից n-k, բայց մենք սա չենք ուզում, մենք ուզում ենք ցույց տալ, որ ոչ միայն այս վեկտորը շոշափող տարածության, ինքը համընկնում է u-ի հետ, լավ, եկեք սենց անեմ, սենց հիմա մի անգամից չեմ տեսնում, թե ինչի է համընկնում, բայց ինքը հաստատ համընկնում է, ես ենք կառուցում։ Պես ինչի է համընկնում ու-ի հետ։ Այդ նկարին նայելով երևում է ինչի է համընկնում, որտեղ ինքը այս մակերևույթը տրված է j-ով, ես վերցրել եմ պարզապես լավ, եկեք թողնենք հետոին, հա, շատ ժամանակ չունենք, փորձեք ինքնուրույն գտնել, ինքը բանը մեր կառուցումը հաստատ ճիշտ է, ուղղակի մենք չենք կարող տեսնել, թե ինչի ինքը համընկնում սրա հետ։ Մենք ցույց տվեցինք, ասենք, այս բանը ածանցելով, ցույց տվեցինք, որ n ինչ որ գրել ենք ստեղ, n ինչ որ գրված է ստեղ, այս բարձը, որ այս քանը որ գրված է, այս որ գրված է, այս նույնն է ինչ որ սա, որտեղ այս դեժան հենց գրադիենտներից է բաղկացած, չէ, այս սա, գրադիենտ J1 A կետում սկալար արտադրյալ ու գծիկովի հետ, և այլն, գրադիենտ J n-k A գծիկով կետում, էլի սկալար արտադրյալ ու հետ։ Մենք ցույց տվեցինք, որ այս վեկտորը իրոք պատկանում է շոշափող տարածությանը, բայց մենք ուզում ենք ցույց տալ, որ այս վեկտորը համընկնում է ու-ի հետ։ Այդ էլ պետք է հետևի նրանից, որ m-ի նկարագրությունը կարող ենք անել f-ով, կարող ենք անել j-ով, բայց այս բային չեմ կարողանում միանգամից տեսնել, թե ինչի է սա ճիշտ, բայց ինքը հաստատ ճիշտ է, փորձեք ինքնուրույն անել, եթե չստացվի հաջորդ անգամ կնայենք այս պահը։ Ուրեմն ցույց տվեցինք, ներմուծեցինք այս շոշափող տարածությունը։ Հիմա եթե վերցնում ենք այս շոշափող տարածությունների միավորումը, ապա մենք ստանում ենք այն ինչ որ ասում են շոշափող շերտավորում։ Ուրեմն սահմանում m ներդրված բազմաձևության շոշափող շերտավորում անվանում ենք հետևյալը։ Վերցնում ենք միավորում ըստ բոլոր a-երի, որոնք ընկած են n-ի մեջ, և t a m-ը։ Ուրեմն սա կոչվում է շոշափող շերտավորում։ Ուրեմն շոշափող շերտավորումը նույնպես կարելի է դիտարկել որպես ներդրված բազմաձևություն։ Ոնց կարող ենք այդ անել, ուրեմն եկեք գրենք այդ լեմը, ուրեմն լեմ tm-ը ներդրված բազմաձևություն է։ Ոնց տեսնենք այդ, մենք պետք է ներկայացնենք այն ֆունկցիաները, որոնք տալիս են լոկալ այս բազմաձևության
բազմաձևության հավասարումը, ուրեմն ապացույց, ուրեմն եթե մենք ունեինք f1, fn ֆունկցիաները, որոնք նկարագրում են մեր բազմաձևությունը ինչ-որ կետի շրջակայքում, f1, fn-k ֆունկցիաները, այս նկարագրում են բազմաձևությունը ինչ-որ a կետի շրջակայքում, ապա ես եթե ես վերցնեմ այս tm-ը, ու վերցնեմ հատում, ուրեմն սրան վերցրել եմ a կետը m-ի վրա, ու այս ֆունկցիաները նկարագրում են բազմաձևությունը այս a կետի դելտա շրջակայքում։ Հիմա ես մտնում որ tm-ը այդ 2k չափանի ներդրված բազմաձևություն է։ Վերցնում եմ սրա հատումը գնդի հետ, բայց ինձ պետք է 2n չափի տարածություն, վերցնում եմ անգամ rn։ Այսինքն ես երկրորդ կոորդինատի ես կարող եմ վերցնել ամբողջ տարածությունը, ու ես ասում եմ որ սա այդ կազմված են բոլոր վեկտորներից x-ի, որոնք պատկանում են r 2n-ին, նենց որ առաջի կոորդինատը բնականաբար ընկած է այս գնդի մեջ, տեղի ունեն այդ բոլոր հավասարումները, որոնք նկարագրում են բազմաձևությունը, ուրեմն սա հավասար է 0-ի, որտեղ ին փոխվում է 1-ից n-k, իսկ քսին ոնց եմ նկարագրում, քսին նկարագրում եմ օրթոգոնալության պայմանով, եթե վերցնում եմ գրադիենտ f-ի x-ը, սկալար արտադրյալ քսի հետ, սա հավասար է 0-ի n-ի նույն իերի համար։ Այսինքն մեր այս ֆունկցիաները, որոնք նկարագրում են այս բազմաձևությունը, այդ f-իներն են, որոնք համապատասխանում էին n բազմաձևությանը եւ այս գծային ֆունկցիաները։ Քանի որ ես ենթադրել եմ, որ սրանք գծայնորեն անկախ են, ես ցույց տալու որ այս բոլոր պայմանները բավարարված են։ Դե եկեք մանրամասները թողնեմ ձեզ, բայց իրականում ամենաբան չկա անելու։ Պետք է պարզապես ցույց տաք, որ այս նոր ֆունկցիաները, եթե միացնում ենք հնի հետ, այսինքն վերցնում ենք f1, fn-ը, սրանք կախված են միայն x-ից մեծատառ են։ Եվ վերցնում ենք գրադիենտ f1x, ստեղ տեղադրում ենք x-ին, եւ գրադիենտ fn, fn չէ, fn-k էր։ Գրադիենտ fn-k x, ստեղ lx-ին է, ուրեմն ստանում եմ 2n հանած k ֆունկցիա, հաշվում եմ սրանց գրադիենտները, գծային ֆունկցիայի գրադիենտը հաշվել դժվար չի, ապա ստանում եմ ինյեկտիվ արտապատկերում։ Հիմա վերջի բանը որ կանենք, ուրեմն ես մտնում եմ որ եթե այս n բազմաձևությանը կիրառենք մեր ամենաառաջի թեորեմը, որ ասում է ցանկացած կետի շրջակայքում ես կարող եմ ներմուծել կոորդինատներ, այսինքն եթե m-ի համար ես ներմուծել q1 qk կոորդինատները, ապա tm-ի համար ես ունեմ սրանց հետ կապված բնական կոորդինատներ։ Ուրեմն ոնց եմ սահմանում, ուրեմն m-ը ես կարող եմ նկարագրել g1, gn ֆունկցիաներով, որոնք գործում են կետի փոքր շրջակայքից rn։ Ներմուծենք հետևյալ վեկտորները, e-ով ես կնշանակեմ հետևյալ շոշափող վեկտորները, ես վերցնում եմ g ֆունկցիան, այս մեր g ֆունկցիան էր, ուրեմն ես b-ն այդ a-ի առաջիկա կոորդինատներն էին, վերցնում եմ բոլորը հավասար հենց a-ի, a1, a-i-1, ստեղ վերցնում եմ a-i գումարած t, և մնացած է ոնց որ կային, i գումարած 1, a-i կա։
ու t-ն հավասար է 0-ի։ Ես գիտեմ, որ A կետում շոշափող տարածությունը ես ոնց կարող եմ նկարագրել։ Ես կարող եմ վերցնել բոլոր օրերը ու վերցնել նրանց պատկերը։ Այդ նախորդ բանում այդ բանը արեցինք, այսինքն մինչև վերջապատվեցինք, բայց այդ բանը հասկացանք։ Այսինքն, եթե ես վերցնում եմ այս շարժումը ու ածանցալը t-ն հավասար է 0 կետում, ապա ստանում եմ EI, որը պատկանում է շոշափող տարածությանը։ Այս պատկանում է շոշափող տարածության A կետում։ Հիմա ցանկացած ուրիշ վեկտոր, այսինքն ես ինչ որ գրած ստեղ իրականում ես գրեցի դեժեն մասնակի ածանցալը QE ու հաշվեցի A կետում։ I-ն հավասար է 1-ից k։ Հիմա եթե ես ունեմ ցանկացած ուրիշ շոշափող վեկտոր, այսինքն եթե x-ին պատկանում է TAM-ին, ապա x-ին կարող եմ ներկայացնել որպես ինչ-որ շարժման արագություն 0 պահին, ու եթե ես իմ շարժումը տրված է Q1T, QKT կորդինատներով, այսինքն եթե ես գամմա-t-ն իրականում այս J Q1T QKT-ի պատկերն է, այսինքն մենք տեսել ենք նախորդ ապացույցից, որ ցանկացած կորձ տրվում է այս տեսքով։ Ապա եթե ես ուզում եմ հաշվել ածանցալը 0 կետում, այսինքն x-ին, պետք է վերցնեմ J-ը ածանցեմ ու տեղադրեմ t-ն հավասար է 0։ Այս բարդ ֆունկցիայի ածանցալն է, ինչ է ստացվում, ստացվում է գումար J-ն հավասար է 1-ից k, պետք է վերցնեմ D, J, D, QG, որ վերցնեմ t-ն հավասար է 0 ստանում հենց A վեկտորը, A կետը, և QG-ի ածանցալը 0 կետում։ Բայց S հենց n էր, ինչ որ մենք անվանել էինք եժի։ Այսինքն ցանկացած շոշափող վեկտոր կարելի է ներկայացնել սրանց գծային կոմբինացիայի տեսքով։ Գումար J-ն հավասար է 1-ից k, QG կետով 0, սրանք սկալար են, բազմապատկվում են վեկտորներով եժի։ Այսինքն եթե ես M-ի վրա արդեն ներ եմ ուծել Q1, QK լոկալ կորդինատները եւ մեր ամենաառաջի թեորեմի իմաստով, ապա շոշափող շերտավորման վրա, այսինքն TM-ի վրա, էլի կամ բնական կորդինատներ։ Ոնց են դրանք որոշում, վերցնում եմ J-ն, որոնք կորդինատ էին M-ի վրա, ու դրանց ավելացնում եմ AS EI վեկտորները։ Շատ լավ, երևի սրանով սահմանափակվենք այսօր։ Ես նախատեսել էի նաև Ռիմանյան բազմաձևությունները, այսինքն իրականում շատ բան չի մնացել, բայց դա էլ թողնենք հաջորդ անգամ։ Մեզ մնաց հասկանալ, թե ինչ է նշանակում Ռիմանյան ներդրված բազմաձևություն ու ինչ է նշանակում բազմաձևությունների միջև արտապատկերման դիֆերենցիալ։ Բայց այդ կանենք հաջորդ անգամ։ Արդյոք կան հարցեր։ Շատ լավ, եթե հարցեր չկան, ապա այսօր էսքանը հանդիպենք հաջորդ անգամ։